Հաղորդման հովանավորն է MG Group-ը։ Տեսել ես, ոնց բախտը բերեց է, հանդիպեց ես մարդուն, օգնեց ու անցը գնաց առաջ։ Բախտ բաժանով ունեն, օրինակ մարդիկ կան կանայք, չէ, այնպեսի հրաշք մազեր ունեն, ոչինչ, ոչ խնամում են, ոչ։ Դու էլ կոպել ես մազեր, Մենակ չասես բախտից վրա քար են գցել, չասես։ Չէ, բայց կան մարդիկ, ովքեր քնած են բախտը արթուն է։ Կա այդպիսի բան, կամ մեկ այլ առաջ է բախտի իրեցից, դա էլ կա։ Անգամ այդպիսի հայկական ազգանուն կա, չէ։ Չէ, ազգանուն ինքը որպես այսպես աֆորիզմ դարձած բախտիկյան է, այսինքն բախտը բերել է։ Բախտիկյան։ Իմ շրջապատում էլ կան մարդիկ, ում ասում եմ ես բախտիկյան։ Տեսնես դա աշխատանք է, ինչ որ ձեռք բերում է, քրտնաջան ինչ որ ջանք է, թե հնարավոր է նստել թախտին, թե պատահմամբ։ Արի հասկանանք։ Դիմավոր եկն առաջին վերին։ Հասկանանք։ Եվ առաջին այսօր մեզ է միացել դերասանուհի Սյուզան Պապյանը, բարև ձեզ, բարի գալուստ լույսը վառիր տաղավար։ Բարի գալուստ, բարև Տիգրան ջան, բարև Մարինա ջան, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, մի քիչ վատառողջ եմ, բայց հուսամ դա գինին ձեզ կօգնի կամոքի միանշանակ, վանարձի։ հուսամ զրույցին ոչինչ չի խանգարել։ Միանշանակ վստահ ենք, թեման ձեզ մի փոքր էսպես չզարմացրեց այսօրվա ընտրությունը թեմայի։ Չէ, կոնկրետ իմ դեպքում շատ են ասում, Սյուզիի բախտը բերել է։ Ահա, ինչու են ասում, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է հայտնել Սյուզին։ Միանշանակ։ Ինչ օրինակ կբերեք, այդ երկիրը։ Տարբեր մարդկանց հետ հանդիպումը, որը բեկում է կյանքը, կան չէ այդպիսի մարդիկ, որ հանդիպում ես ու կյանքդ բեկվում է, կամ աշխատանքի ընտրությունը, էլի նույնպես բախտի բերման էր։ Սկիզբը համենայն դեպս այդպես էր, հետո իհարկե աշխատանք է, բայց սկիզբը հենց այդպես էր։ Սյուզան ջան, որպես չեմ ուզում ասեմ նախանձախնդրություն, բայց նախանձախնդրությունը բոլորիս մեջ կարծես թե կա եւ դա նորմալ է, նորմալ մարդկային գործոն է։ Այ նման միտք առաջացել է, որ չգիտեմ, այդպես Վարդուշը կողքի Սիրանուշը ինձանից էլ ավելի պակաս, այսպես տեսք ունի, խելք ունի, բայց ինչու է իր մոտ ավելի լավ ամեն ինչ կյանքում ստացվել, քան ինձ մոտ։ Նա կարծես թե բախտիկյանն է, այսպես։ Եվ նա ոչ այնքան պրոֆեսիոնալ է, ինչպես դուք։ Շատ լավ հարց եք տալիս։ Ցանկացած գործ սկսելուց, ցանկացած հարաբերությունում, անձնական, ընկերական, ես առաջնորդվում եմ մի սկզբունքով։ Դա ես անում եմ կամ ուզում եմ անել վերջին արդյունքի համար, թե ընթացքն է ինձ դուր գալիս։ Այսինքն ինձ պետք է ընթացքը ոգևորի, ուրախացնի։ Դա նույնպես եմ ասում եւ աշխատանքին է վերաբերում։ Այսինքն ես չեմ ուզում դառնալ դերասանուհի, որ ինձ միայն ճանաչեն, ես դառնամ հայտնի։ Ես ուզում եմ լինել դերասանուհի, ամբողջ այդ ընթացքը վայելել։ Լավ, կստեք այստեղ խոստովանեք, որ դերասանուհի դառնալ դա նաեւ հայտնիություն է, դա ծափարություններ, ծաղիկներ։ Իհարկե դուք ճիշտ եք, շատ հաճելի է, բայց եւ գումար ի վերջո։ Ես սկսել եմ 16 տարեկանից պատահմամբ եմ հայտնվել։ Ես դա հիշում եմ, տակավին աղջիկն։ Մեր կոմպոզիտորը Արթուր Գրիգորյանի շնորհիվ ես փոքր աղջիկ էի, դպրոցական, չգիտես ինչի որոշեցի նամակ գրեմ, հարցազրույցից հետո իրենց հարցազրույցից հետո նամակ գրեցի Արթուր Գրիգորյանին եւ որպեսզի հեռուստադիտողը պատկերացնի ինչ էր նշանակում նամակ գրել, դա այնպես չէր ոնց որ հիմա ուղղակի էլեկտրոնային փոստ չկար, հեռախոսվերցումից գրում ես, այն ժամանակ իսկապես ես նամակ եմ գրել, իսկապես ես ուղարկել եմ, նույնիսկ չեմ էլ հիշում ուր եմ ուղարկել, բայց նամակը տեղ էր հասել,
ու ինձ զանգեց Արթուր Բախտամյանը, մեր սիրելի, եւ հրավիրեց, ասեց մենք ուզում ենք քեզ տեսնենք, այնքան էին իրենք ազդվել այդ նամակի տեքստից։ Այո, որ որոշեցին ինձ տեսնել։ Ես էլ այդպես մամայից Չէ, այստեղ բախտը բերելու բան չես կարող ասել, որ Չէ, ես դա համարում եմ նվեր կյանքում։ Այսինքն ես չէի մտածել, որ ես դերասան եմ դառնալու կամ հաղորդավար եմ դառնալու։ Դա սկիզբը եղավ, ես գնացի, միանգամից տեսախցիկը միացրեցին, ասեցին կարող ես խոսել, ասի հա։ Ու սկսեցի խոսել։ Եվ ինչն է կարևոր, ինչն եմ ուզում շեշտել, որ այն ինչը քոնն է, դա շատ հեշտ է ստացվում մարդու մոտ։ Չնայած ընդունված է, որ ամեն ինչը դժվարություններով լինի, ավելի այսպես գայի ասեի, վայ գիտեք ես ինչ դժվարություններով, բայց ես այդպես չեմ կարծում։ Այն ինչը քոնն է, լինի դա հարաբերություններ։ Իսկ լինելու բանը կլինի։ Միևնույնն է։ Հա։ Անկախ նրանից այդ մարդուն կհանդիպեք թե ոչ, եւ ճիշտ է անպայման կհանդիպեք։ Սյուզան ջան, անպայման կլինի, այն ինչ պետք է լինի։ Այն ինչ որ այսօր դուք ունեք, դուք դրան արժանի եք թե պակաս եք կամ միգուցե ավել է։ Այդ հարցը տվել եք ձեզ։ Ինչ որ ես այսօր ունեմ, ես դրան արժանի եմ, հենց այսպես ավելի պիտի ունենայի։ Գուցե ավելին կամ միգուցե շատ ավել է տրված։ Չեմ Դե բնական է, շատ ավել է տրված, ոչ ոք չի ասի ինձ, ես ինչքան շատ է տրված։ Երբեք այդ հարցի շուրջ նման տենց գլոբալ հարցեր, մոնումենտալ հարցեր ես ինքս ինձ չեմ տալիս։ Չէ, բայց մեզ այնց յուրաքանչյուր այդ հարցը տալիս է։ Չէ, մտածում այնեք Ջենիֆեր Լոպեսը ուրա որտեղ է ծնվել հայտնվել։ Ես էլ նման երկրում ծնվեի, ես էլ Ջենիֆեր, ես պակաս Ջենիֆեր Լոպեսը։ Այ Ամերիկաներում լինեինք, հիմա ինչերի էինք հասել։ Երբ նայում ես զրույցի սկզբից մենք խոսեցինք դրա մասին, երբ նայում ես ով ինչ է անում, Պողոսը երգչուհի է, ես էլ եմ ուզում դառնամ երգչուհի։ Լավ, վերցնենք իմ տարբերակով։ Հիմա ես որոշեմ դառնամ ճարտարապետ։ Դե 5 տարի որ սովորեմ, ուշ թե շուտ կդառնամ, բայց այդ ամբողջ ճանապարհը ինձ համար կլինի դժվար։ Ես պիտի չարչարվեմ, որ ես դառնամ ճարտարապետ։ Այսինքն դա իմը չի, ես այդպես եմ կարող եմ առանց չարչարվելու ստանալ։ Իսկ մեկը արդեն ճարտարապետ է իր էությամբ։ Ես մտածում եմ, որ մարդիկ ծնվում են իրենց տեսակով։ Եթե բակում խաղացող երեխաներին նայենք, 10 երեխային 10-ն էլ տարբեր են։ Մեկը ռետոր է, մեկը աշխուժ է։ Բայց այդ էությամբ ծնված մարդիկ կարող են չհանդիպել պետքական, հա? Եւ բախտիչվերի։ Չէ, Տիգրան ջան, հավատացեք ինձ, իմ փորձին միանշանակ, եթե քո էությունը դա է, քեզ հանդիպում են այդ մարդիկ, այդ հարաբերությունները, ուղղակի մարդիկ շատ հաճախ փչացնում են ամեն ինչ, իրենք են փչացնում։ Թե շրջապատն է իրենց։ Չէ, իրենք են փչացնում։ Իրենք նայում են, ասում են, այս մարդը այս ինչ բան ունի, ես էլ եմ ուզում ունենամ։ Ու համառությամբ ինչը ես չեմ սիրում։ Ես սիրում եմ ամեն ինչ սիրով անել, ոչ թե համառությամբ։ Բայց համառությամբ անողն է հասնում, ասում են։ Եթե համառություն, ասում են, մենք սիրում ենք ասել։ Չէ, եթե համառություն չէ, ուղղակի այդպես ավելի լավ է հնչում, որ ես շատ չարչարվեցի այս ինչ բանին, հիմնականում որ շատ չարչարվում ես ինչ որ բանի համար, հետո նախ այդ ընթացքն է քեզ տհաճ, արդյունքն է ինչ որ անհասկանալի, լավ հասար քո նպատակին ու ինչ որ լինում է, չէ, տենց մտածում ես լավ, բա հիմա ինչ, բայց եթե դու ընթացքից ես հաճույք ստանում, քեզ ընթացքն է դուր գալիս, դու ինչպես խորովածը պատրաստելուց ես հաճույք ստանում, այլ ոչ ուտելուց։ Այո, ուտելուց էլ ես ստանում, բայց քեզ ընթացքը շատ դուր է գալիս։ Իդեպ արի մեր հերոստատիտողին ներկայացնենք, որ մեզ մոտ սերնդափոխություն է տեղի ունեցել մայեստրոյի առումով, մենք իհարկե շնորհակալ ենք մեր նախկին մայեստրո Արեգ Արուստամյանին, ով առաջին իսկ օրվանից մեզ հետ է եղել Արեգ Արուստամյանին, մեծ շնորհակալություններ եւ այսօր նրա ավանդույթները կշարունակի մեր երիտասարդ մայեստրոն, կոմպոզիտոր, գործիքավորող Վահան Նահապետյանը, ողջույն Վահան։ Տաղանդավոր մի մարդ, ողջույն մեր նոր մայեստրո։ Երիտասարդ մայեստրո։ Ինչպես եք։ Մենք լավ։ Բազմաթիվ երգերի գործիքավորող, նաեւ սիրված երգերի գործիքավորող, հեղինակ, նաեւ այ Վահանին հարցնենք, իր մոտ ինչպես եղավ։ Այո, Վահան ջան, այն ինչ որ դու այսօր ունես, գոհ ես եւ դու արդյոք սրան էիր արժանի եւ դու քեզ բախտավոր համարում ես։ Գիտեք, երբ մարդը ունի շնորհակալության լինելու այդ կարևոր առանձնահատկությունը, որտեղ մարդիկ կան, չէ, ինչ ագահ են, հա, անդադ ձգտում ուզում են ունենալ, էլի թող ձգտեն, բայց այն կարևորը պետք է մարդ իր ներսում ունենա այդ շնորհակալության կարևոր առանձնահատկությունը։ Ես կարծում եմ, որ
Ես հասել եմ այն ինչին, որ միշտ երազել եմ ու ձգտել եմ եւ պատկերացրեք, որ դեռ խաղը շարունակվում է։ Դու շնորհակալ մարդ ես, մենք դա գիտենք, բայց արդյոք դու արժանի իր այն ամենին, ինչ ունես այսօր, գուցե ավելին պիտի արժանի լինեիր։ Գիտեք, ցանկացած արվեստագետ ավելին է ձգտում եւ դա նորմալ է։ Արի արվեստը դնենք մի կողմ, կյանքում առհասարակ, այնինչ ձեռք բերում կամ բնագավառում մարդը միշտ փորձում է գնալ առաջ։ Փորձում է մի աստիճան վերև բարձրանալ։ Դա մարդը բոլոր դարերում, բոլոր ժամանակներում դա եղել է։ Այո, մարդու էությունն է։ լավ։ Բայց գիտեք ինչ, դա ասել բախտի կամ չգիտեմ, կապել բախտավոր լինելու հետ այնքան էլ համաձայն չեմ։ Դա կարող է լինել խելքի եւ գրագետ ճիշտ քայլերի միջոցով։ Գիտեք, կյանքում պետք է կարողանաս լավ շախմատ խաղալ։ Լավ բան։ Քո կյանքում միթե չեն եղել կարևոր մարդիկ, ովքեր իսկապես կարևոր դերակատարում են ունեցել։ Ունեցել են միանշանակ։ Իհարկե։ Գիտեք, մենք պետք է մեզ կարողանանք շրջապատել խելացի եւ գրագետ մարդկանցով։ Մենք նաեւ հարուստ ենք իրենց ներկայությամբ եւ իրենց աջակցությամբ։ Ես ունեմ լավ ընկերներ, որոնց հետ կարողանում եմ նաեւ խորհրդակցել շատ կարեւոր հարցերում։ Ճիշտ է, եթե չհանդիպեիր իրենց, ինչպես կդասավորվեր քո ճանապարհը։ Եթե չհանդիպեին, ես կմտածեի, բայց քանի որ արդեն հանդիպել ենք, կարծում եմ Շատ լավ, Վահանի հետ դեռ հարցին կանդրադառնանք, իսկ Սյուզանին ուզում եմ հետեւյալ հարցը ուղղեմ։ Այ ինչ սկսել ենք մեր հանդիպումը, խոսում ենք կարիերայից եւ նորից կարիերայից, բայց արի ու տես, երբ երեխան ծնվում է, առաջինը ինչ ծնողը ասում է կամ մաղթանք, որպես բարեմաղթանք հնչում է լինի առողջ, մի կողմ եւ բախտավոր։ Մանավանդ եթե աղջիկ է։ Հիմա լավ դերասանուհի եք, շատ ինչպես ասում են, թե եւ այլն։ Եկավ բախտը բերեց իր տուն։ Հա, դերասանուհին, շատ դերասաններ կան, շատ լավ, միջին, վատ եւ այլն։ Բայց յուրաքանչյուր կնոջ բախտավորությունը դա անձնական կյանքն է։ Այս մասին ինչ կասեք։ Ոչ թե ձեր անձնական կյանքին անդրադառնանք, այլ առհասարակ, այլին մաչի ասում են, ինչ բախտավոր է, հələ բախտը ոնց է բերե, ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում։ Բայց տեսում հետ է ամուսնացել։ Այս մասին երբևէ ես միտք անցել է։ Բախտը իրենից առաջ է։ Արդյոք միգուցե ձեզ են ասել, հենց այդպես բնորոշել, թե ոնց։ Այս դրա մասին եմ ուզում խոսենք, հա։ Էլի մոտավորապես նույն բանը կասեմ, անձնականի հետ կապված է, պետք է ընտրես քոնը, ոչ թե որ դա հարմար է, դա լավ է։ Եթե իմանաս կընտրես, բայց չգիտես, ոնց իմանաս, Տիգրան ջան, հիմա պատասխանում եմ հարցին, ոնց իմանաս, դա քոնն է, թե քոնը չի, պետք է նորից եմ ասում, հեշտ լինի, ուրախ, եթե դու անձնական հարաբերություններում ամենասկզբից շատ լավ մարդ է, եւ ինքն է լավը, եւ դու ես լավը, բայց դժվար է, դու չես ոգևորված չես, հանգիստ չես, ինչ որ անընդհատ լարված հարաբերություններ են, անընդհատ ինչ որ դժվարություններ են, հենց ամենասկզբից, այսինքն դու այդ ժամանակ պետք է թռնես, հա, դու պետքա, քո սիրտը պետքա խդիկ գա, դու պետքա ուրախանաս, քեզ այդ ամեն ինչը պետք է դուր գա, բայց երբ դա այդպես չի, ուրեմն այդ մարդը քոնը չի, բայց որոշ ժամանակ անց այդ ամենը մարում է, հետո ինչ է լինում։ Երբ մարում է, իհարկե, ես խոսում եմ սկզբի մասին, ես չեմ ասում, որ խնդիրներ չեն առաջանում։ Հետո արդեն միասին սկսում են խնդիրներ լուծել, բայց կարևորը գտնել քոնը։ Երբ հասկանաս, որ քո բախտը բերել է ամուսնության հարցում, երբ չէ։ Այդ սիրտը թրվռած սիրտը ինչպես արդեն բախտս բերել է սիրում է։ Մի րոպե, արդեն առաջին փուգումար, պաշտոն։ Չէ, անգամ առաջի սկզբնախ աղբյուրը սիրտս թրավ, սիրել եմ, ուրեմն սիրեցի, ամեն մեկին էլ չի հաջողում սիրել, չէ։ Հա, այդտեղ սիրեցի։ Հետո երբ ես զգում, որ բախտդ բերեց։ Թե պետք է ամուսնությունը դա ջանք է, աշխատանք է հարաբերությունների վրա։ Ցանկացած լավ բան, ցանկացած դա ջանք է, պետք է խնամես, հոգ տանես, ամեն օր ջրես, ցանկացած լավ բան, բայց էլի տենց ուլտիմատումներ ես չեմ դնում, կարող է եւ չստացվել։ Ինչի հաշվին չստացվել։ Ով է ասել, որ ամեն ինչ պետք է ստացվի։ Բայց ինչն է խանգարում, որ չստացվի։ Բախտը չի բերում, թե կարելի եւ այդպես ասել։ Հոգատար չի, շատ սիրում եք իրար, բայց հոգատար չէ այդտենց։
Օրինակ։ Դժվար հարց եք տալիս, ես չգիտեմ, կյանքում ամեն ինչ էլ լինում է, բայց մարդը պետք է ձգտի լինել երջանիկ ամեն դեպքում։ Եվ ինչ որ սահմաններ դնել, որ լավ դե ես իմ ամուսինը օրինակ կամ կինը սերը կապ չունի, հա, ասենք հարբեցող է։ Ես դիմանամ, մի օր ինքը չի խմի, մի օր ինքը իսկապես չի խմի, բայց ոչ թե նրա համար որ դու ես դիմացի, այլ էլ չի կարող խմել։ Այսինքն այդ գլոբալ զոհաբերությունները, այդ դժվար ինչ-որ տառապանքները։ Բայց չէ որ մարդը ապրում է այդ նույն հարբեցողի հետ հանուն սիր, ասում ես սիրում եմ նրան, միևնույնն է նա կխմի թե չի խմի, ես նրան սիրում եմ ինչպեսի որ կա։ Դե կարծում եմ արդեն հոգեբանները շատ Ես չեմ հավատում այդ ինչու՞։ Սիրելուն, որ հարբեցողին սիրում է, որովհետև նույն չի էլ տեսնում է։ Սիրում է չի ուզում։ Չէ, գիտեք ինչ ասում է հանուն երեխաների, ընտանիքը չքայք, հարևանները ինչ կասեն, այս ավելի շատ։ Շատ ճիշտ է, մենք մեզ այդ պայմաններն ենք դնում, որ սա կարելի է, եթե ամուսնացել ես, ես ուզում եմ, որ բոլորը ամուսնալուծվեն, բայց կյանքը այդպիսին չի, կյանքում լինում են ամեն ինչ, երեխաներին խորհուրդ տալու մասին Մարինա ջան ասեցիր, ես իմ աղջկան խորհուրդ եմ տվել ու հիմա էլ տալիս եմ, որ ինքը կարող է սխալվել, ես իրեն թույլ եմ տալիս սխալվել, ես ուզում եմ, որ ինքն էլ իրեն թույլ տա սխալվել, որովհետև անթերի մարդ չկա, չես կարող չսխալվել, բայց դուք կարծես տրամադրում եք դեպի ոչ երջանկություն։ Չէ, եթե խելացի մարդուն ասում ես, գիտես ինչ, դու կարող ես սխալվել եւ քո սխալը ուղղել։ Կարող ես սխալվել եւ քո սխալից դասեր քաղել։ Երեխան արդեն վախի մտնոլորտում չի, որ հա, իր երեխան երբեք չի մտածել, որ հեսա ինձ կսպանեն կամ ինչ որ բան։ Գիտեք, երբ մարդը վախենում է ինչ որ բանի, ավելի է հակված սկսում է ստել, սկսում իր կյանքը հակասում եք ինքները ձեզ։ Քիչ առաջ ասում եք պետք է տրամադրել լինել երջանիկ։ Իսկ դուք ասում եք տրամադրել, որ կարող ես նաեւ չհաջողել։ Ոչ մի բանի պետք չի տրամադրել, ես չեմ ասում, որ ինչ-որ բանի շատ են, չէ հիմա ասում հոգեբանները, պատկերացրու Բրեդ Պիտին և քո կյանքում կհայտնվի Բրեդ Պիտը, դա այդպես չի։ Սպիտակ ջիպով Բրեդ Պիտը կգա ձիի փոխարեն։ Դա այդպես չի, անպայման դու կհանդիպես մարդու երբևիցե, որը քեզ հարազատ կլինի։ Չես հանդիպում այդ մարդը, ինչ է լինում։ Դե հիմա չես հանդիպել, չես հանդիպել։ Եկ դիմավորենք մեր հաջորդ հյուրին և այս քննարկումը, այո, միասին ամբողջացնենք եւս մեկ դերասանուհի մատձեր շատ հաճելի է։ Դիմավորեք Իննա Կարապետյան։ Իննա ջան, ողջույն, բարի գալուս, լույսը վառերի տաղավար։ Բարի երեկո բոլորիդ։ Բարի երեկո։ Ողջույն։ Քեզ բախտավոր համարում ես դեռ մանկուց, որովհետև շատերը ասում են չգիտեմ, օլիգարխի ընտանիքում չեմ ծնվել կամ այն չի եղել ընտանիքից կամ չեմ ունեցել հեծանիվ, չգիտեմ, եւ դրանով համարում են, որ իրենք այնքան էլ բախտավոր չեն։ Դու քեզ համարում ես բախտավոր իծն է։ Բախտավոր են, որ ասում են, բախտավոր։ Համարում եմ բախտավոր, բայց ոչ ձեր թվարկած օրինակներով։ Հա, համարում եմ բախտավոր, որ բազմիցս շանսեր եմ ունեցել մեքենայի տակ ընկնելու, չեմ ընկել, բախտս բերել է, չգիտեմ, ինչ-որ բաներ, որոնք որ ինձ կարող էին վնասել, ես դրա արանքից պլստացել եմ, իմ կարծիքով դա է բախտ բերելը, թե չէ որտեղ ես ծնվել, ինչ ընտանիքում ես ծնվել, դա բախտի հարց չի, դա քո ընտանիքի բախտի հարցն ավելի շատ։ Կարևոր մարդկանց հանդիպել, ասում հայտնվեց, ճիշտ տեղում ճիշտ մարդու հանդիպեց, եղել է նման բան։ Իմ կյանքում լինում են մարդիկ, ովքեր ճիշտ ժամանակին են հայտնվում։ Սկսած մամայից։ Իդեպ ասենք, որ Իննան Դինա Հակոբովնայի մեր լավ ընկերոջ դուստերն է եւ կարծես թե այդ առումով բախտավոր ես, որովհետեւ ոնց լինի, թե չլինի, թե չէ դու այնքան շնորհալի ես, որ Դինան քո կարիերայում դեր չի խաղացել։ Դինայի գոյության մասին իմ կյանքում որպես մայր իմացվել է շատ ուշ եւ ամենակարևորը ոչ ինձնից։ Միշտ ձեզ նման մարդիկ ասել են, իսկ դուք գիտեք, որ Իննան Դինա Հակոբովնայի աղջիկն է։ Ես հիշում եմ քեզ, դու փոքրիկ, գեղեցիկ, մի քիչ էլ թմբլիկ աղջիկ էիր, իմ աղջկա տարիքին 10 տարեկան եւ ներկայացնում էի որպես Դինայի քույրիկ։ Քիչ առաջ Սյուզանի հետ էլ քննարկեցինք դա,
ինչ մասնագիտություններ ունենա կինը, միևնույնն է համարվում է, որ եթե կինը լավ ընտանիք, լավ ասելով, լավ ամուսին կողքը չունի, նա չի կարող համարվել բախտավոր։ Դու այդպես ես կարծում թե ոչ։ Ոչ։ Ես հիմա հեքիաթը կոտրելու եմ այդ բախտի մասին, որ խոսում են ճակատագիր բախտ։ Ախր ցանկացած հարց մեր ընտրությունն է։ Մենք ենք ընտրում։ Մենք ենք չէ ընտրում ում հետ ամուսնանանք, տես չի։ Դե հիմա համենայն դեպս այդպես է, այն ժամանակ գուցե ավակ սերնդի։ Բախծնում էին, չէ, ժամանակ անկախ կամքից տանում էին։ Բայց մեր ժամանակ այդպես է, մենք ենք ընտրում ում հետ շփվենք, ում հետ ամուսնանանք, ումից երեխա ունենանք եւ այլն եւ այլն։ Հիմա որ դու սխալ ընտրություն ես արել, հա հեշտ է մտածել, որ բախտս չբերեց։ Բայց հարմար է այդպես, չէ՞։ Բերեցը որն է, դու ես ընտրել, աղջիկ ջան։ Սխալ ընտրություն ես արել։ Ամեն ինչն եք մենք ընտրում մեր այսօրվա։ Չէ, բայց դու ընտրել ես իմանալով։ Վերջացրած։ Այո։ Ընտրալով։ Չէ, ղեկավարին մենք չենք ընտրում։ Ես չեմ ընտրում ամեն դեպս։ Դե որպես քաղաքացի։ Չէ, բայց ունես ընտրելու հնարավորություն։ Նայեք, մենք ընտրում ենք ամեն դեպքում լավագույնը։ Եթե գնում ես խանութ, չես ընտրում պատրած, վառած եւ հին զգեստ, չէ՞, լավն է։ Բայց մեկ էլ դա ծագում է։ Չի բերում, մեկը ծխում է, կպնում է։ Դե, այո։ Մեկը ծխում է օրինակ, այդ ծխախոտն է կամ կողքին է ծխախոտը կպում է, լավ զգեստը, բայց դու ընտրել ես լավը։ Նույնն էլ կյանքն է, չէ՞։ Դու ընտրում ես լավը, բայց մեկ էլ դուրս է գալիս, որ այդ լավը չի, որ դա, չգիտեմ, ունի ինչ-որ կախվածություններ, խոսքը ամուսնու մասին է։ Այդ պարագայում է բախտը, որ ասում են չբերեց, թե ի սկզբանե այս մարդը դասավորվեց բախտը, չստացվեց։ Բայց դու լավն ես ընտրել, դու չգիտեիր, ոչ ես գնացել ընտրել չգիտեմ, թմրամոլի, խաղամոլի, դավաճանի։ Ոչ ես ընտրել։ Ձեր բերած օրինակներն էլ են խիստ գործողությամբ։ Այսինքն եթե մենք ընտրել ենք լավ հագուստ ու այդ հագուստը վնասվել է ծխախոտի միջոցով, մենք ընտրել ենք լավ ամուսին, ով վնասվել է մեկ այլ բանի միջոցով։ Շրջապատի այլ ինչ-որ տարատեսակ։ Դե հիմա կամ վնասված է եղել, չենք իմացել։ Ներողություն եմ խնդրում ձեր սեռից, բայց այո, ձեր սեռը բոլոր հատկություններն ունի վնասվելու։ Վահան քո մասին է խոսում։ Մի բան ավելացնեմ, ինկվիզիցիան ասում էր երեխաների մինչև 7 տարեկան տվեք մեզ դաստիարակենք, հետո ինչ ուզում եք արեք։ Գիտեք, մեծ հասակում ոչ ոք չի վնասվում եւ չի փոխվում։ Պարզապես քնած է իր մեջ այն թույլ կողմերը, այն թերությունները, որոնք ի հայտ են գալիս արդեն մեծ տարիքում, տարբեր պատճառների, տարբեր տրավմաների հետևանքով, որտեվ շատ մեծ կապ ունի, երբ որ մենք շփվում ենք, այսինքն ծանոթանում ենք ամուսնության նպատակով, մենք չգիտենք ինքը ինչ հոգեբանական տրավմաներ ա ունեցել մանկության ժամանակ եւ ինչպես արդեն կարտահայտվի ամուսնությունից հետո, գիտեք, բոլոր մարդիկ շատ լավն են սկզբից, ընկերության մեջ էլ այդպես, բայց տարիները արդեն սկսում են քիչ-քիչ քողազերծել, հա, այդ բնավորությունը, թերությունները եւ այլն, եւ սկսվում է կոնֆլիկտը։ Դրա համար կա մի հատ խոհափիլիսով։ Չէ, կա այսպեսի մի հատ այսպես ցավազերկող խոսք, ասում են մարդուն սիրիր իր թերություններով։ Ինչպեսի որ կա։ Այ կարող է սիրել եւ ապրել նման մարդու հետ, իր թերություններով հանդերձ։ Ինա։ Եթե թերություններն իմ կենցաղին ու իմ կոմֆորտին չխանգարի, հա։ Այ քիչ առաջ խոսում էինք, որ Սյուզանը դու մարդը հարբեցում է, բայց կինը չի բաժանում, ասում է սիրում եմ այդպեսին, ինչպեսի որ կա։ Եթե սիրում է, թող ապրի։ Մեզ ինչ։ Բայց հարբեցող է։ Հասարակության Իրեն հարմար է։ Հասարակության մեջ դեռ այդ կարծրատիպը մնացել է, իհարկե արդեն զտվել է, որ երբ կինը բաժանվում է, կարծես թե բախտը չի բերել։ Դա այդպես է թե չէ։ Հիմա իմ օրինակով բերեմ, ես էլ ինքս ամուսնալուծված եմ։ Եթե բախտ բառով նայեմ, իմ պարագայում իմ ամուսնալուծությունը, թե ամուսնությունը, թե ամուսնալուծությունը երկու դեպքում էլ բախտս բերել է։ Որովհետև բախտս բերել է ամուսնացել եմ շատ լավ գենով տղամարդու հետ, ումից ունեցել եմ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը, եւ բախտս բերելա, որ շատ արագ հասկացել ենք, որ մենք իրար հետ չենք կարողանում ապրել եւ իրարից առանձին ենք ապրում, բայց իրար հետ կապ ունենք, մենք շփվում ենք, ընկերություն ենք անում։
Բայց բախտը չի, դա կարող է արդեն ուղեղը։ Բայց ես Ինային մի հարց ունեմ։ Ինա ջան, իսկ գուցե քո գենն է, որ աղջիկը շատ գեղեցիկ հաշտի։ Չէ, շատ նման է իր հորը։ Ես խոսում եմ միայն բայց բնավորության եւ մնացած բոլոր հատկություններով ես եմ։ Բայց արտաքնապես շատ նման է, շատ։ Կապուտաչա։ Սյուզան ջան, խելքն ու բախտը զուգահեռներով, այսպես զուգահեռաբար գնում են միասին, թե խելքը ուրիշ բան է։ Թելադրում բախտ ուրիշ։ Այլ բան է։ Կարծիքով եթե խելացի մարդ ես ու ժամանակի ընթացքում դե փորձ ես ձեռք բերում, խելք ես ձեռք բերում, պետք է քեզ թույլ տալ նաև սխալվել, նորից եմ ասում։ Հիմա ամուսնացավ, ամուսնալուծությունից ենք խոսում, հա, ամուսնացավ, բաժանվեց, մարդիկ փոխվում են։ Ապրում են, այո, ու շատ վատ կլինի, եթե չփոխվեն։ Այսինքն չի փոխվում։ Կարևորը կաշի։ Իհարկե, նորից եմ խոսում ենք սկզբից տեսակից։ Տեսակը չի փոխվում, բայց մարդը նոր բաներ է ձեռք բերում, նոր գիտելիքներ, նոր շփումներ, միանշանակ, եւ շատ վատ կլինի, եթե դա այդպես չլինի։ Կան, չէ՞, մարդիկ 93 թվին ոնց դրել ես, հիմա կարող ես նույն ձևով իրենց վերցնել։ Դա արդեն տարօրինակ է, մարդը պետք է փոխվի, պետք է առաջ գնա ու այդ ճանապարհի, այո, մարդիկ գալիս են, մարդիկ գնում են, նոր մարդիկ են գալիս, կյանքը փոխվում է, բայց դա չի նշանակում, որ դու դժբախտ ես։ Միգուցե այդ դժբախտությունը շատ հաճախ կյանքում այդպես է, չէ՞, որ պատկերացնում ես, որ այսօր քո կյանքի ամենադժբախտ օրն է, բայց տարիներ հետո դու հասկանում ես, որ դա երջանիկ կյանքի առաջին օրն էր քո կյանքի։ Լավ, ժողովուրդն ասում է, այ բախտի վրա քար գցել։ Ձեր մեկնաբանությունը։ Դե կարծում եմ այդ խանգարող մարդիկ են, որոնք միշտ եղել են ու լավ է որ կան, որովհետև շարժիչ ուժ են։ Պետք չի ամեն ինչ որ շատ լավ լինի, պետք է կողքից խանգարեն։ Քարը պետք է լինի, ջղայնացնեն, իհարկե, որ անընդհատ դու տոնուսի մեջ լինես, ոգևորված լինես։ Ինան ինչ կասի, բախտի վրա քար գցել արտադրության վերաբերել։ Դա միշտ այն մարդիկ են ասում, ովքեր որ միշտ դիմացինից կախված են, որոնց թե հաջողությունը, թե անհաջողությունը կապում են դիմացինի հետ։ Ասում են, այս ինչը չլիներ, գիտես ինչ լավ կլիներ։ Այդ փորձի հետ ինչի միջոցով էլ թող լավ լինի, էլի։ Ինչա՞ ոչ մեկ չի ասում, ինչ որ հարցում ես եմ մեղավոր։ Հա, միշտ դիմացինի մեջ։ Ինչ որ բան պատմելուց ասում են, այ մեղավոր են մարդիկ, աշխարհը, բնությունը, երկրագունդը, երբեք ոչ մեկ չի ասում, գիտեք ինչ, ես սխալվել եմ։ Դե լինում է, բայց 1%։ Այդ պահի ես սխալվել եմ, հետո սխալս ուղղել եմ, կամ առաջ եմ գնացել։ Էլի թույլ տալ մենք սխալվել մեկ-մեկ։ Չդակես սխալի այդպես հետևանքների եւ վերաբերյալ սխալի։ Առանց սխալվելու չես սովորի։ Ուղղակի նայած թե ինչ սխալներ։ Դու 40 տարեկանում օրինակ եմ ասում, հա, արդեն ամոթ է որ անես սխալներ, որը մինչև 30-ն է լավ նայվում։ Սխալներ կան, որ մինչև 30-ը կարելի է անել, 30-ից հետո արդեն կամ միջև 20-ը։ Հետաքրքիր է մայստրոն ինչ կասի, այ բախտի վրա քար գցել արտադրության վերաբերել։ Ես չեմ ընդունում այդ։ Չկա դες բան։ Չկա այդպեսի Ո՞վ է քար գցողը։ Ոչ ոքի բախտին քար չի գցում։ Դու պիտի թույլ տաս, որ քեզ տանեն դեպի այդ հորձանուտը, այսպես ասած։ Իսկ պետք է օդը փակես, որ քարը չընկնի քեզ։ Գիտեք, մարդը պետք է ունենա պաշտպանողական ինքնապաշտպանության ռեակցիաներ, հա։ Ոնց պաշտպանվես։ Ամեն ինչից պիտի պաշտպանվես, եւ խելքով, եւ նաեւ ուժով, եթե պետք լինի։ Անընդհատ լարված։ Իհարկե, թե չասել հարևանը, հարևանի, չգիտեմ, բարեկամը։ Բայց այդպես լավ կլինի, անընդհատ լարված, բոլորից վտանգ սպասելով։ Չէ, գիտեք, երբ որ վտանգը գալիս է, կարող ես պաշտպանվել, եթե վտանգ չկա, բայց մեր օրերում ամեն առումով կարող, ամեն վարքյան կարող է վտանգ գալ, որովհետև հիմա նախ տեմպն է կյանքի արագացել, իրավիճակներն են փոխվել եւ մարդիկ չարացել են շատ։ Մի ցավոտ հարց եմ ուզում ուղղեմ բոլորիս, անգամ նաեւ մեզ։ Մարդիկ, ովքեր ծնվում են արատներով, երեխաներ, ովքեր ընկնում են մանկատուն, իրենց բախտը չի բերել։ Այ շատ դժվար հարց եք տալիս։ Մի քանի օր առաջ բարեգործական միջոցառում էր, երեխաներն էին մասնակցում աուտիզմով, թե ինչ բախտը բերել է, թե չի բերել, չգիտեմ, շատ բաներ կա կյանքում, որ
գուցե եւ պատասխան չունեն։ Ինչ որ իրավիճակներ, իրադարձություններ, ինչ որ բաներ, որը պատասխան չունի, այդպես է ու վերջ։ Այ մենք ասում ենք, մենք ենք ընտրում, հա, դες քիչ առաջին են ասում։ Բայց այդ երեխան չի ընտրել, որ ընկնի մանկատոն, այդ երեխան չի ընտրել, որ դա գենետիկ ֆակտոր է։ Ամեն ինչ չի, որ մարդն է։ Դա գենետիկ ֆակտոր է։ Գիտեք, նույնը եւ չգիտեմ ինչ տեսեք ասեմ, ամեն ինչ կախված է նախ երեխան երբ որ ծնվում է, մինչեւ ծնունդը հղիության ընթացքը շատ կարեւոր է, թե ծնող իրեն ոնց է դրսևորում, որովհետեւ կան մայրեր, որոնք ծխում են, ալկոհոլ են օգտագործում, դա ազդում է երեխայի վրա, առողջության վրա, եւ երեխան կարող է արատով ծնվել, ոչ թե կարող է, հավանականությունը շատ մեծ է։ Մարդիկ էլ կան, ովքեր բացարձակ լիարժեք այսպես առողջ ապրելակերպ են վարում, բայց երեխան դա արդեն ժառանգական։ Բախտի բան է, ինչպես ժառանգական։ Բայց ինչքան ենք զարգացել, ես մի հաղորդման ժամանակ մի օր մի արտահայտություն եմ արել ու խնդրել եմ, որ հեռուստադիտողը չմտածի, որ ես չար բան եմ խոսում, ոսչ աստվածահաճո, բայց ես մի օր ասեցի, որ ամեն կին չի, որ պիտի մայրան, եւ ամեն երեխա չի, որ պիտի ծնվի, թող ինձ ներեն բոլորը, բայց հիմա այնքան է զարգացել գիտությունը, որ մենք մինչև երեխայի ծնվելը կարող ենք ասել այդ երեխայի մազերն ինչ գույն կլինեն։ Եթե պիտի դու ունենաս արատով երեխա եւ պատրաստ չլինես նրան ըստ արժանվույն մեծացնել, մի ունեցի այդ երեխուն։ Եվ երկրորդը ով է որոշում նորմալն ու աննորմալը, որովհետեւ հանճարները, որոնց մասին մենք բոլորս գնում ենք, իսկ հանճարները մնում են։ Հանճարները իրենք ոչ սովորական մարդիկ են, այսինքն այդ սահմանը որոշելու ով է նորմալ, ով նորմալ չի, այնց որոշումներ կայացնելու մի քիչ շատ բան է, որովհետև նույնիսկ եմ ասում հանճարները բոլոր ինչ որ խնդիրներ ունեն։ Ցանկացած հանճար առօրյա կյանքում տկար, անօգնական եւ շատ բաներին չտիրապետող մարդ է, բայց ինքը հանճար է, հիմա ինչ անենք, միգուցե ունի նաեւ ֆիզիկական այդպես էլ է շատ լինում, բայց հանճար է, նույն աուտիկները, որ ինչ որ բնագավառում իրանք կատարյալ տիրապետում են ինչ որ մի բնագավառի։ Ես նաև դպրոցում եմ աշխատել մի որոշ ժամանակ, աղջիկ ունենք, որը ինքը իր ձեռքերը չէր կարողանում ղեկավարել, կառավարել, բայց ֆանտաստիկ մաթեմատիկա գիտեր եւ ինքը մի կերպ ձեռքերով, կոմպյուտերով ինչ որ սովորում էր մնացած երեխաների հետ եւ սովորում էր։ Ժողովուրդն ասում է, չէ, Աստված մի դուռ փակում է, մյուսը բացում։ Դրա համար այսպես ասել կարելի է եւ ասել, բայց իմ կարծիքով սխալ է որոշել, թե ով է ճիշտ, ով սխալ, ով արժի, ով չարժի, ով ինչ պետք է անի։ Կարող է միայն ինչ որ խնդիրով երեխա ծնվում է նրա համար, որ աշխարհը փոխի։ Մի ես գիտեմ, որ դու սպասում ես իմ երկին, անհամբեր, որովհետև Տիգրանը գախնի երկրպագուն է, բայց մինչ այդ եւս մի հետաքրքիր, բավական հետաքրքիր եւ խնդրահարույց հարց եմ ուզում ուղղեմ, կարծում հեռուստադիտողը նույնպես, հա, այս հարցի շուրջ կմտածի, երբ մեր բախտը, այսպես ասած, չի բերում, կամ մենք գտնում ենք, որ մեր բախտը չբերեց, ու մենք մեղադրում ենք ծնողին, Աստծուն կամ ինչ որ մեկին։ Ոչ մեկին։ Բացարձակ պետք չի ոչ մեկին մեղադրել։ Ինդիվիդուալ հարց է դա։ Ես չեմ մեղադրում, ես մտածում եմ։ Ինդիվիդուալ հարցը ամենամար տարբեր է։ Ինչու չստացվեց, հա, իմ մոտ, հա։ Չէ, մարդ կա ծնողին է մեղադրում, մարդ կա կնոջն է մեղադրում, մարդ էլ կա տատիկին է մեղադրում, չգիտեմ, ով ոնց կարող է։ Կամ մարդ կա չի մեղադրում միգուցե ինը։ Այ չբերեց, չստացվեց ինչ որ մի բան, ուր ես գնում դու հասնում, ում ես մեղադրում։ Չէ, հաստատ ինչ որ մեկին մեղադրում են, ասեմ ձեզ։ Հիմա ես իմ դիրքորոշումը, ներողություն, որ իմ դիրքորոշումը փորձում եմ ասել, ուրեմն էլի խնդիրը շատ լուրջ խնդիր է, ես որից ազատվել եմ, հոսենց չի եղել միշտ, եկել հասել եմ, չէ՞ սրան։ Մեր գենի մեջ էլի ներողություն եմ խնդրում, այդ եղեռնապուրծ հայ լինելը կա։ Այն որ մի բան լինում է, չէ՞, մեզ հետ մի վատ բան լինում է, ասենք, չգիտեմ, մի դժբախտություն Աստված հեռու պայի, բայց այսպես վայ, ընդել է, աման, ամբողջ օրը։
ու միշտ ասում եմ ինչի ռուսամետ չեմ։ Թեթև չեն կապրում, էլի, հա, շատ ծանր է ասեմ, ռուսամետ չեմ էլ սիրում ռուսներին, բայց ինչի այդ մարդկանց քիթը կուրնոս։ Մերը սուր երկար։ Որովհետև երբ որ մեր կյանքում ինչ-որ բան անում է, դլեյամանն անում ենք այսպես, կյանքում մի բան լինում, ասում ինչի՞ որ переживем։ Թեթև են։ Չի կարելի այդպես դարձնել, դու քո կյանքն ես փչացնում, ուրիշ ոչ մեկինը։ Դու քո մտքերով քեզ ես հիվանդացնում։ Պատահական չի, մեղադրելով է էլի միջայլոց, շատ վատ է լինում։ Աչքեր, սիրուն աչքեր, հա, այդ թախծոտ աչքեր։ Դե հիմա մեր պատմությունն էլ ուրախ երկերը քիչ են, հիմնականը տարապան։ Մի հատ երեկոյան դուրս եկեք քաղաք, տեսեք ուրախ երկերը քիչ են։ Հենց երկեր ունենք։ Հա, բայց բառերն է տխուր, շատ։ Բարերը չգիտեմ, բայց ասма երկի մեջ ասма իմ սերը կորել է ուրախ երգա շատ։ Հասկանամ էլի ռիթմը։ Բայց բախտի մասին երգ կարծես թե չկա, չէ՞։ Ես ամենայն դեպս ապա տեսնեք ինչ է ստեղծագործել այս անգամ եւ ինչպեսի կլինի ձեր դուետը։ Այնինչ այսօր ունեմ վաղը կավելացնեմ, բախտ չի այլ աշխատանք, տանջանք ու չարչարանք, բայց կա նաև մարդիկ, անունն է նրանց բախտիկ, հաջողակ են սաստիկ, մեկը տասնապատիկ, բախտավոր թե անբախտ, շնորհակալ ապերակ, ոնց է այս աշխարհում, բախտը մեր բաժանվում, գեղեցիկ թե տգեղ, մեղավոր թե անմեղ, դու ոչինչ չես անի ու բախտից չես փախնի։ Բրավո։ Այս հրաշք կատարումից հետո բլից հարցեր հատուկ ձեզ համար, յուրաքանչյուրից բնականաբար ընդհանուր հարց եւ յուրաքանչյուրի պատասխանը։ Եվ այսպես, տղամարդու տգեղ կողմը ըստ ձեզ գեր, վախկոտ թե ժլատ։ Հումոր չունենալ, ամենատգեղ կողմն է տղամարդու ինձ համար։ Ճիշտ ասած ես էլ էի դա մտածում, առանց հումոր տղամարդը ինչ ուզում է լինի։ Ասեք եւ տգեղը եւ ժլատը եւ գեր, հա։ Գերը չգիտեմ, դա իր անձնական խնդիրն է, բայց առանց հումոր էլ հետաքրքիր չի ինքը ինչ։ Շարունակել, չէ՞ ճանաչել, հետո ինչ է։ Շատ լավ։ Տան գործերից ամենասիրելին։ Ցանկացած բան ինչի ջրի հետ է կապված, կանաչի լվալ, հատակը մաքրել, ջրի լված քանել, Իսկ չսիրելի։ Փոշու հետ կապված։ Իննա։ Չսիրելին։ Արի չսիրելիից սկսենք։ Աման լվանալ։ Իսկ սիրելին պատրաստել։ Սարք չունեք։ Ոչ։ Դե հիմա։ Ամսական ինչքան գումար եք ծախսում ձեր արտաքինի վրա։ Շատ քիչ։ Էկոնոմ բյուջետ է։ Էկոնոմիայի հարցը չի։ Հիմա անհամեստ բան կասեմ։ Կարծում եմ այդքան կարիք չկա։ Չէ՞։ Կարծում եմ չէ չկա։ Իննա։ Ես գեղեցկության սրահ գնում եմ 3 ամիսը մեկ մազ ներկելու նպատակով միայն։ Շատ լավ, այսպես էկոնոմ տարբերակով եք պաստորում։ Թանկ ծնունդ, մեքենա թե ճամփորդություն, ո՞րն եք ընտրում։ Միանշանակ բոլոր հարցերը, եթե մի կողմը ճամփորդություն է եւ ուրիշ բան, ես ընտրում եմ ճամփորդություն։ Նույնը։ Նույնը։ Այո։ Եվ վերջին բլիցը, քանի անգամ եւ ինչ պատճառով եք արտասվել։ Իննա։ Այստեղ երևի երաժշտությունը Վայստրո ջան մի քիչ արտասվելու մասին, հա։ Դնենք որ մարդիկ մտածեն, մի քիչ էսպես մեղեդայ։ Տարապած հիթերից։ Մեղեդայ։ Հաճախ ես արտասվում։ Կարելի ասել, հա, ես էմոցիոնալ մարդ եմ։ Ամաչում ես արցունքներից։ Հա։ Չես սիրում որ։ Միայնակ ես լալիս։ Հա, հիմնականում հա։ Իսկ պատճառ կա։ Ոնց բացատրեմ, ես կարող եմ փողոցում ուղակի նստած պապիկ տեսնեմ,
ու անկախ ինձնից արդյունքս չեմ կարող բացատրել դա ինչից է, բայց ես կարող այդ պապիկին ուրիշ տեղ պատկերացնեմ, որ այդտեղ պիտի չլիներ ինքը։ Ու դրանից շատ ում մոտ ես ամաչում լացել մամայի թե աղջկաս։ Վախենում ես, որ տեսնի քո թուլությունը։ Հետո հորինում դրա մասին, ես էլ չեմ ուզում էլ ինքն ինձ ինչ ասես մտածում այդ ընթացքում։ Սյուզան։ Չէ։ Չկարտասում։ Ես ճիշտ հակառակը կասեմ, ես տենց լացկան չեմ, մեկ նույնիսկ ինձ նյարդայնացնում է դա, որ ինչ որ շատ վատ իրավիճակ է ու ես պետք է լացեմ, բայց չի ստացվում, բայց կարող եմ մի մուլտֆիլմ դիտեմ ու սկսեմ լացել։ Ինչ որ շատ անսպասելի է իմ լացը, իրադարձության հետ կարող է նույնիսկ կապ չունենալ։ Այդպես նստեմ ու սկսեմ լացել։ Որտեղ որ պիտի լացեմ, բայց երբ իսկապես ինչ որ խնդիր կա ու բան կա, այդ ժամանակ չեմ լացում։ Նույնիսկ կորուստների ժամանակ այդ պահին չեմ լացում, բայց հետո երբ ոչ մեկ չկա, կարող է տենց սկսվել։ Շատ լավ, շատ հետաքրքիր էր եւ կարծում եմ նաեւ մայստրոյի, հա, կարծիքը լսենք վերջի հարցի շուրջ եւ ապա դիմավորենք մեր հաջորդ հյուրին։ Դե ես ընդհանուր առմամբ շատ դժվար եմ տանում, երբ տեսնում եմ օգնության մեջ եղող մարդուն եւ իմ կյանքում իմ կարգախոսային է, որ եթե տեսնում ես դժվարության մեջ լինող մարդուն, անպայման պետք է ձեռք մեկնես առանց վարանելու, ինչպիսին էլ որ այդ մարդը լինի։ Մենք իրավունք չունենք դատենք դիմացիներին եւ մենք միայն պետք է քայլ անենք օգնելու ցանկացած օգնություն ունեցող մարդուն, որը լացում ես այդ ժամանակի Չէ, չեմ լացում, լացել եք շատ Չէ, լացել չեմ լացում, բայց ներսում ես փոխվում է ամեն ինչ, տակնուր է լինում եւ այդպես է իմ բնույթը։ Չես լացում, տղամարդը չպետք է լացի, նկատի ունես, հա? Հատուկ չի տղամարդուն լացել։ Չեմ կարող դա ասել։ Իդեալականը հենց իրանք են լացում։ Բայց ամենասարսափելի իմ համար շատ բան տեսարանը, եթե հանկարծ տղամարդը լացի, Չէ, բայց եկեք շատ բաներ կտանեմ։ Ես մեղավոր ես զգում Ոչ թե մեղավոր եմ զգում, այլ Չէ, լացելը վատ բան չի, դա ստրեսը հանում։ Որովհետև կարծում եմ տղամարդիկ շատ հազվադեպ են լացում, ու եթե տղամարդը լացում է շատ բան տեսարան է։ Լավ ցավեցել է։ Մենք կանայք կլացենք, դուք մի լացեք։ Եթե արդյունքներ, ապա միայն երջանկության։ Միայն երջանկության։ Շնորհակալ ենք։ Մենք ենք շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես վստահ եմ ձեր բախտը բերել է, եթե դուք ունեք վանարձի գինի, եթե ըմբում եք վանարձի գինի։ Բախտի հարց չի։ Յուրաքանչյուր խելացի մարդ մի անգամ բավական է ըմբի վանարձի, պետք է հասկանա, որ ոչ թե պետք է հասկանում է, որ հրաժարվել նման գինուց եւ անցնել ուրիշի գրեթե անհնար է։ Սա այն դեպքը չէ, որ ասեն, այ բախտը բերել է կամ ճիշտ տեղում է հայտնվել եւ պատահաբար է, հա, ձեռքվել այս գինին, ոչ, սա գիտակցված որոշում է։ Վանարձի գինիներ, ձեր կենացը։ Կենացը ձեր։ Ով ընտրել է MG յուրաքանչյուր արտադրանք, լինի տոմատ, լինի լավաշ, լինի Դուբայ տորտ, կապ չունի, նրա բախտը կամ բերել է, կամ պարզապես նա այնքան խելացի է, որ գիտի տարբերակել լավագույնն ու մնացածը։ Մեր սեղանին եւ քո ձեռքում MG տոմատի մածուկն է։ Այն արդեն հասանելի է MG սուպերմարկետների եւ MG լավաշների ցանցի բոլոր հասցեներում։ Իդեալական խտություն, հագեցած համ ու բարձր որակ, հենց այն, ինչ պետք է ում ձեզ սիրելի տնտեսուհիներ։ Այն ինչ պետք է ձեր խոհանոցի համար պատրաստվում է MG Group-ի արտադրամասում հատուկ ձեզ համար սիրելի կանայք։ Ես սա ջրով եմ բացում, սարքում եմ տոմատի հյութ։ Իսկ կանաչեղեն լցնում ես։ Չէ, ես այնքան համեղ է MG տոմատը, տոմատի մածուկը, աղ եմ լցնում, մի քիչ աղ եմ լցնում։ Մանավանդ գիշերը որ խմում ես ու քնում ես, առավոտն արդեն տեսնում ես այնպես հարթ։ Դու տոմատի հյութեր կպատրաստես այս տոմատից։ Ես տոմատը այնպես էլ կարող եմ ուտել, եթե խոսքը MG տոմատի մածուկի մասին է։ Իդեպ կա նաև լավ լուր MG սուպերմարկետների ցանցի սիրահարների համար։ Սիրով տեղեկացնում ենք, որ Բագրևանդ 41 կոտորակ 32 հասցեի MG սուպերմարկետն արդեն բաց է սելներս նոր ընդարձակ եւ ավելի մոտ ձեզ համար։ Նոր մասնաճյուղում դուք կարող եք գնել մշտապես թարմ միրգ, բանջարեղեն, տեղական թարմ
միս եւ իհարկե սիրված MG Food-ի կիսաֆաբրիկատներ, չմոռանաք նաեւ տորթերի մասին։ Եվս մեկ անգամ հասցեն հիշեցնեմ, Բագրևատ 41 կոտորակ 30։ Լոնդոնում անգամ այդպիսի համալիր չկա։ Անկեղծ ասում գնա կտեսնես։ Արդեն կարող եմ չլինել։ Ես գիտեմ։ MG Group հոգտանելով ձեր մասին։ Մեր բախտը բերել է այնքանով, որ մենք աշխատում ենք միայն լավագույնների հետ։ Մունք, վատ արտադրանք չենք ներկայացնում, որովհետև վաղը մյուս օրը կտեսնեք, չէ, փողոցում կասեք, այդ ինչ է իր ներկայացնում, անհարմար չի, բայց տեսնում եք, մեզ ասում եք, կեցես, լավ ուղղորդեցիր մեզ դեպի լավ արտադրանքը։ Մունք գինի։ Պրեմիում դասի հայկական մունք գինիները արտադրվում են սահմանափակ քանակով, շուկայում միակն է, որ պատրաստվում է հայկական նռնենի խաղողի տեսակից, ուրույն համային հատկանիշներով, հոգին ջերմացնող գինի է մունքը։ Եթե մենք ներկայացնում ենք եւս մի արտադրանք էնել գինի, նշանակում է, որ հանրապետությունում կա երկրորդ լավագույն գինի եւ դա մունքն է։ Իդեպ մունքը համայնքի կենսունակության մասին է, համայնքի վերականգնվելու ու արարելու մասին է, ու այդ ամենը շաղաղված մի թաս գինիով։ Հայկական պրեմիում գինի Թևան Պողոսյանից մունք վայելեք։ Կոտայքի մարզից են մեր այսօրվա հյուրերը, ակունքի դրախտ համալիրի մենեջեր Արմինե Ավետիսյան եւ գովազդի պատասխանատու Գայանե Թարխանյան։ Բարև ձեզ, բարի գալուս։ Բարև ձեզ։ Ուրախ ենք ձեզ ողջունել նման դրախտային վայրից, հա, եկել հասել եք մեր ոչ պակաս լուսավոր տաղավար։ Ինչ է ինձ ներկայացնում ակունքի դրախտը առհասարակ, որ դրախտը դա արդեն գիտենք եւ քիչ հետո կտեսնենք նաեւ արդեն կադրերով։ Իսկ ինչու ակունքի դրախտ։ Ակունքի դրախտ, որովհետև Կոտայքի մարզի ակունք գյուղում է, իսկ դրախտ, որովհետև ճիշտ ասեցիք, տեսաժապավենը տեսնելիս կհասկանաք, որ իսկապես դրախտ է։ Բնության, ժամանակակից տաղավարների, սպասարկման այնպիսի համադրությունը, որ հաճախորդը հիրավի իրան զգում է դրախտում։ Համենայն դեպս աշխատում ենք, մաքսիմում այնպես անենք, որ հաճախորդները իրենք իսկապես զգան երկրային դրախտում։ Ու քանի որ այս տարի Լեռանում է մեր գործունեության 20 տարին, ռեստորանային համալիրի Տարին Հոբելյանական է, ասեմ ավելին, սրահի վերանորոգումից հետո հուլիս ամսին երևի թե կնշվի ակունքի դրախտի 20-ամյակը, այսինքն նոր թարմացված սրահը վերանորոգվել է նոր թարմացված դիզայնով, սպասում է իր հաճախորդներին, երևի թե հուլիսի 1-ից։ Լսելով համալիր ասված, այդ շատերը մտածում միայն հարսանիքի մասին, բայց չէ՞ որ ձեզ մոտ կան նաև տաղավար, այսինքն ընկերներով կարող են գալ, պարզապես ինչ-որ բան համտեսելու, ընդմիջման, ընտանիքներով եւ իհարկե մեծ միջոցառումներ ենք այստեղ ենթադրում, այդպես է։ Իհարկե։ Միջև քանի հոգի։ Տաղավարները տարբեր են, ռեստորանը ինքը ընտանեկան է, ամեն ինչ մաքսիմալ մտածված է դրա համար, ունենք խաղահրապարակներ եւ փակոթյա եւ բացօթյա, ունենք տաղավարներ, բացօթյա, դարձյալ փակոթյա, տարբեր քանակների համար, որովհետև այսօր մենք ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, որ երևի COVID-ն էլ իր գործը արեց, առիթները ավելի փոքրացել են։ Մարդիկ այս ընթացքում սովորել են 6 հոգով, 10 հոգով ծննդյան տարեդարձ նշել եւ ուզում են այդ ամեն ինչը նշել շուկով, նշել կոմֆորտով, համեղ սնվել, միաժամանակ գեղեցիկ նկարվել։ Այո, իհարկե, լավ սպասարկմամբ մենք որոշեցինք հրավիրել ձեզ հյուր, որովհետեւ ես ինքս լինելով ձեր համալիրում, պարզապես իմ ընտանիքի հետ, պարզապես այսպես շոկահարված էի, այո, նման գեղեցկությամբ, այսօր բացառիկ կարծես թե խոհանոցային այդպես հմտություններով ձեր խոհարարի եւ սպասարկմամբ, ինչը այսօր գրեթե շատ քիչ տեղերում կհանդիպես։ Եվ դա պատճառ է նրա, որ տարածաշրջանում ձեր ռեստորանային համալիրը լավագույն համբավն ունի։ Ով է դրա պատասխանատու եւ ինչպես է ստացվում պահել այդ բարձր վարկանիշը։ Գիտեք, ես շատ հաճախ եմ այդ մասին մտածում։ Ռեստորանի աշխատանքը, տարիների փորձը ու ուսումնասիրությունը ես իրան համեմատում եմ մեղվա ընտանիքի հետ։ Ամեն մեկն ունի իր գործը ու եթե դա սիրով է արվում, բոլոր օղակները տեղին եւ ժամանակին գործում են, փոխկապակցված, փոխշահավետ,
Նեկտարը կարողանում ենք փոխել մեղրի, քաղցրության ու տալ հաճախորդին։ Մեր սիրո հետ համահունչ։ Մեր թարմ մթերքը աշխատում ենք մաքսիմալ որակյալ թարմ մթերքներով։ Մենք պատրաստի աղցաններ չենք ունենում, պատրաստվում է տեղում։ Այն թյուր կարծիքը մեր տարածքի ռեստորանները կոչվում են ձկանոց ռեստորաններ։ Չգիտես ինչի հաճախորդների մոտ այնպիսի տպավորություն է, որ սա միայն ձուկ ուտելու տեղ է, ոչ։ Խոհանոցը շատ բազմազան է, շատ հագեցած է, եվրոպականից ու բնականաբար հայկական խոհանոց մինչև ազգային ամեն ինչ շատ բազմազան եւ աղցանները մինչև ծովամթեր, իհարկե հիմնական մեխը մեր ձուկն է, մեր լճերի, քաղցրահամ լճերի ձուկը, թարախը, ձեր գաթան, թոնրի գաթան, Անուշահամ։ Քանի ժամ ես մնացել եք։ Ես չէի ուզում գալ այնտեղից, եթե անկեղծ ասեմ, չէի ուզում գալ, բայց դե ժամանակը սահմանափակ չի։ Պետք է խոստովանեմ, որ դեռ չեմ եղել ձեզ մոտ եւ արդեն լսում եւ գայթակղվում եմ։ Ես պիտի ասեմ, որ դուք բաց եք թողել կենթանության օրոք դերախտում գեղեցիկ, հաճելի ժամանակ վայելելու հնարավորություն։ Ես երբ մոնիտորինգի, այսպես մոնիտորինգ անցկացրեցի, հասկացա 10-ից գրեթե 9, հա, 8-9 ակունքի դրախտում եղել եմ։ Այո, ակունքի դրախտում։ Որովհետև հարցրեցի, այսինքն ես ձեզ գտա հենց այդպես, ուզում էի երեխայիս, հա, տոնակատարությունը այդպես անցկացնել եւ հարցրեցի այս ժամանակահատվածում որտեղ կարող եմ 5 հոգի 10-ից 5-6-ը ասեցին ակունքի դրախտ։ Դե այդպես է, չէ, արդեն համեմատում հասկանում որ գնաց եւ եկա եւ մեծագույն բավարարվածություն ստացա, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ անձամբ այս դեպքում, որ կարողացաք ապահովել, որովհետեւ դժվար է, շատ դժվար է այսօր գտնել վայր, որտեղ կարող ես անցկացնել քո ընտանիքի հետ, ընկերներիդ հետ։ Չէ, անցկացնել կարող ես, բայց ինչպես։ Չէ, բայց ով կգա այս շնչիդ վրա կկանգնի, չի ժպտա, ինչպես կսպասարկի, ուտելիքը համով կլինի թե ոչ, վայրը մաքուր կլինի թե ոչ, այդպես ինչքան ասպեկտներ կան այստեղ։ Դրա համար ես միշտ ասում եմ ակունքի դրախտը զգացողություն է, գնում ես ու կոմֆորտ զգացողություն ես ապրում, համեղ սնունդ, գեղեցիկ բնություն, քեզ այդ ամեն ինչը կոմֆորտ է պատճառում, որը շատ կարևոր է կարծում եմ, այո։ Կոտայքի մարզում քիչ չեն իդեպ ռեստորանային համալիրները եւ պահպանել այդ մրցակցային նիշը եւ նաեւ առաջիններից գովազդել, ինչպես եք դա անում։ Լինելով երկար տարիներ արդեն ոչ միայն ակունքի գովազդի մասնագետ, այլ նաև հաճախորդ, որ բոլոր առիթները համարյա թե նշում է ակունքի դրախտում, ինքնին մթնոլորտը արդեն որ գնում ես բնությունը, սեղանի գեղեցկությունը, մատուցումը, ամեն ինչը քեզ ստիպում է դառնալ SMM մասնագետ, որովհետև անընդհատ ուզում ես կադրեր անել։ Գեղատեսիլ բնությունը, սարերը, մաքուր օդը, ամեն ինչը քեզ ստիպում է դառնալ գովազդի մասնագետ եւ ինչ որ գեղեցիկ կադրեր անել ու այդ ամեն ինչը գեղեցիկ կերպով ներկայացնել սոցցանցերում։ Իդեպ կադրերի մասին մենք ունենք կադրեր նաեւ ակունքի դրախտից առաջարկում եմ։ Դիտենք ապա վերադառնանք մեզ զրույցին։
Մեր ձկան առանձնահատկությունը համը կայանում է նրանում, որ մաքրամաքուր ջրի են։ Պատրաստելու հատուկ գաղտնիքներ չունեմ, միայն այն է, որ մեծ սիրով եմ պատրաստում ու նաև շատ տարիների փորձ ունեմ։ Խոհանոցի կարևոր պայմանը այն է, որ մթերքը միշտ լինի թարմ, հիգիենյան եւ յուրահատուկ մատուցումը։ Այսքան տարիների ընթացքում դժգոհ հաճախորդներ չեմ ունեցել, մի քանի դեպք, երբ հաճախորդը մոտեցել է եւ խնդրել մեր բաղադրատոմսը, մեզ մոտ համեղ է ոչ միայն ձուկը, այլ բոլոր ուտեստները, սկսած աղցաններից։ Սիրով սպասում ենք ձեզ ակունքի դրախտում։ 20 տարի է այս բնակավարում աշխատում եմ, դրա համար էլ ինձ բոլոր հաճախորդները ճանաչում են։ Դա ես իրանց մոտենում եմ շատ բարեհամբույր ձևով, շատ բարեհամբույր հաճախորդներին դիմավորում եմ, նստացնում եմ, տաք ուտեստների պատվերները շատ արագ տեմպերով մատուցում ենք, դրա համար էլ հաճախորդները գոհ են լինում։ Դժգոհ հաճախորդ մենք էլ կարող ենք նաև լինել դժգոհ, բայց այնպես ենք անում, որ հաճախորդները դժգոհ չգնան մեզանից, քանի որ բնավորության խնդիր է, իսկ մենք իրանց ներկայացնում ենք տաք ուտեստները, արագ մատուցումը եւ դա իրանց գոհացնում է եւ մատչելիությունը, թեպետ դա էլ կապ ունի հաճախորդին գրպանի համար։ Իսկ դրա համար էլ հաճախորդներին մենք դժգոհ չենք ճանապարհում։ Դժգոհ մարդը կգա, գոհ կգնա։ Մինչեւ առ այսօր մեր հաճախորդները այցելում են, արտերկրից գալիս են, անպայման միանշանակ ակունքի դրախտ, որպեսզի ակունքի դրախտի ձկնային տեսականիները, խորովածները, բանջարեղենային տեսականիները եւ ինչու՞ չէ նաեւ Էվելինայի սպասարկումը։ Բնակվում եմ Ռուսաստանի Դաշնությունում 20 տարուց ավել եւ տարիներ շարունակ ամեն ժամանելուց անմիջապես, եթե ոչ այդ օրը, հաջորդ օրը պարտադիր կերպով ժամանում եմ այս ռեստորանը։ Պայմանավորված է նրանով, որ ստեղի թե սնունդը, թե մթնոլորտը իմ համար շատ հոգեհարազատ է։ Սնունդը շատ բարձր մակարդակի է։ Հաշվի առնելով, որ իմ մթնոլորտը Ռուսաստանում դա է ռեստորանները, ես շատ ավելի բծախնդիր եմ վերաբերում սնունդին եւ իր որակին։ Ստեղի որակը շատ բարձր մակարդակի է, դրա համար մեծ հաճույքով ամեն գալուց պարտադիր կերպով մոտենում եմ ստեղ։ Ի սկզբանե հումքն է ձուկը շատ բարձր որակի եւ խոհարարները շատ բարձր կոմպետենցիա ունեն եւ պատրաստում են նենց ոնց որ պետք է։ 3 ժամանել եմ, այսօր արդեն ստեղ եմ։ Հրավիրում եմ բոլորիդ ակունքի դրախտ ռեստորան, հավատացեք, շատ բարձր մակարդակի ռեստորան է, համեցեք, վայելեք, բարի ժամանց։ Իսկապես դրախտ, իսկապես հրաշք։ Դրախտային վայրը։ Իսկապես։ Ես կուզեի ասեի, որ գովազդը գովազդ, բայց Գայանեն այնինչ ասեց, ճշմարտությունն է, որտեղ Գայանեի հարսանիքն էլ, հարսանեկան արարողությունը մեր սրահում ա եղել։ Մինչև քանի հոգի կարող են ամենամեծ սրահը մինչև 180 հոգանոց է, երկհարկանի։ Մի սրահ ունենք մինչև 100 հոգի, մի սրահ 60-ից 70 եւ երկու սրահ 40 հոգանոց։ Այսինքն յուրաքանչյուր այսպես պատվեր ձեր համար իրականանալու է։ Փոքր, մեծ։ Մենք տեսանք նաեւ բնականաբար նման խրախճանքից հետո մարդիկ կան, որ կուզենան այս դրախտավայրում եւս մեկ օր անցկացնել, գոնե մնալ, հա։ Տեսանք ինչ հրաշալի քոթեջներ կա, մաքուր, գեղեցիկ, տեսարանը։ Ով է այս ամենը շատ մեծ է տարածքը։ Այո, ռեզորտ է, հա, հանգստավայր է։ Հա, կարծես փոքրիկ, այդպես փոքրիկ աշխարհ լինի, հա, մի այսպես գողտրիկ, փոքրիկ հայկական աշխարհ։ Ով է համակարգում այս ամենը, ով է իդեաները տվողը, որ այսպես լավ է ստացվում։ Ոնց է։ Թիմային է ձեր աշխատանքը։ Իհարկե թիմային է, ռեստորանը իր ամբողջ կառուցմամբ, մտահղացմամբ բնականաբար հիմնադիրինն է։ Տաղավարները բավականին մեկը մեկից հեռու է, չնայած տարածքի մեծությանը, որ հաճախորդների ձայները իրար չխանգարի։ Այդ կարևոր բան եք մտածում։ Այո։ Դա հիմնադիրներին է, իսկ մնացածը արդեն մեր թիմային աշխատանքի արդյունքն է։ Արդեն խոհանոցի, մատուցողների, բոլորի։ Ես մի բան ասեմ, տեսանյութում տեսակ, հաճախորդ էր խոսում տեսանյութի վերջում։ Մշտական դա էլ է իրականություն։
անկեղծ շատ կարևոր բան է ռեստորանային բիզնեսում, երբ որ ոչ միայն հաճախորդն է ռեստորանին կարոտում, այլ դու ունես քո մշտական հաճախորդները, որոնց դու ես կարոտում։ Անգամ դու զգացողությամբ զգում ես, որ իրենց գալու ժամանակն է։ Մենք ունենք բազում հաճախորդներ, որ գիտենք ամռանը իրանք որ ամսին են գալու ու անպայման առաջին բանն է, ես ասում եմ, տեսանախնդիր, առաջին բանը որ անում են, դա ակունքի դրախտ այցելելն է։ Կարիք կա նախապես զանգահարելու եւ տեղ ամրագրելու, թե պարզապես կարող է։ Մենք գիտենք, որ շատ խիտ է ձեզ մոտ, այո։ Իհարկե, պարտադիր ամրագրվում են, որովհետեւ ձմռանը աշխատում է միայն փակատվածը, տեղերը սահմանափակ են, ամռանն էլ արդեն հոսքն է մեծ եւ անպայման ամրագրումներով։ Ես գիտեմ նաեւ ինչքան են զմայլված ձեր տարածքով օտարերկրյա այցելուները, ովքեր գալիս են Instagram-յան նկարներ, հա, Facebook-յան ֆոտոներ, լայվեր եւ ունեք արդյոք գիրք, որտեղ այ զբոսաշրջիկները թողնում են իրենց մտքերը, թե դա դեռ Գիտեք, ժամանակին ունեինք, ինչպես ընդունված էր կարծիքի գիրք, մի տեսակ է սոցհարթակ տեղափոխվելու արդյունքում ոնց որ գնահատականներն էլ դարձան, այդպես on-line, գնահատում են, գրում են, իհարկե, բայց արդեն որպես այդպիսին գիրք չունենք, չնայած մտածում ենք, ակունքի դրախտը ինքը իր ֆորմատով, իր որակով այնքան լավն է, որ կարա ունենա ինչ-որ մի թանգարանային մաս եւ ասել, տարածքի ամենահինն է, փորձովն է ու ամենալավն է։ Ես իմ տեսակի մեջ մի այսպես բան հստակ եւ մի քիչ ընդգծված ուզում եմ ասել, երբ ես առաջին անգամ այցելեցի ձեզ մոտ, ձեր ձկան համը մնաց իմ վերա, ինչպես ասում են, համը մնաց վերած։ Դրանից հետո ես եղա եւս մի քանի տեղ, ապա կարծես թե այլևս չուզեցի ուտել ձուկը։ Ինչու՞մն էր խնդիրը։ Ես չգիտեմ, այսպես ոչ մասնագիտական բան ասեմ, ձեր ձկից մի տեսակ շատ մաքուր ձկան արամ ջրերի համը։ Եվ մյուս մի տեղում ես մի տեսակ տիղմի միգուցե սխալվում եմ, կա այդպեսի բան, ինչու՞մն է առանձնահատկությունը, թե ձուկը ձուկ է նույնն է։ Նախ լճերը, ջուրը, երկրորդ դարձյալ պիտի անդրադառնամ այդ թիմային աշխատանքին, աշխատողների անձնակազմի մեծ մասը մշտական է, չհաշված սեզոնային, որ ընդունում ենք, ամեն մեկն արդեն ակունքի դրախտի պատմության հետ ունի կերտած իր պատմությունը, 15, 20, 18 տարվա աշխատանքային ստաժ, կապվածություն հաճախորդի եւ ռեստորանի հետ եւ մաքսիմում սրտացավ վերաբերմունք, որ այդ մրցակցության մեջ մեր հաճախորդը մնա մեր։ Մի ամբողջ պատմություն։ Եվ ինձ շատ հետաքրքրող հարց, որպես վարորդ, ես հեշտ կարող եմ գտնել GPS-ով, եթե հավաքեմ ընդհանրապես հավաքում եք ակունքի դրախտ եւ ինձ հասցեն մեքենան ճանապարհը կբերի ուղիղ Կոտայքի մարզ ակունքի դրախտ։ Ով է ձեր թիմի սիրտը եւ ով է այսպես դժգոհողը մշտական։ Միշտ լինում են, չէ՞, գոհ եւ դժգոհ այսպես թիմում։ Այ որպես մենեջեր Արմին ջան, դուք խստապահանջ եք եւ այդ խստությունը արդյոք բերում է իր պտուղները, թե պետք է լինել Գիտեք, ոնց չես կարող խստապահանջ չլինել, բայց չես կարող նաեւ հասկանալ, որ սպասարկման ոլորտն ունի իր դժվարությունները, որ աշխատակիցը գործ ունենալու հաճախորդի հետ եւ չի կարելի լարել, նյարդայնանալ, ամեն ինչի համար կա իր ժամանակը եւ խնդիրներ լինում են։ Եթե ասեմ ընտանիքում են խնդիրներ, երբ զանգահարեցի եւ պատասխանեցիք դուք, երբ ուզում էի ամրագրել, հա, մեր տեղը, կարծես թե դուք շատ վարպետորեն անհավանական, ես շատ բարդ հաճախորդ եմ առհասարակ, բայց դուք կարծես այնպես արեցիք, որ ես գոհանամ։ Այդ ոնց է ստացվում ամեն մեկի հետ։ Հա, ոնց է ստացվում եւ գոհացնել բոլորին, կարծես թե բոլորին գոհացնել։ Գիտեք, այստեղ ամենակարևորը, որ կարողանաս հաճախորդի ուզածը անել, բայց ուղղորդել այնպես, որ եւ հաճախորդը գոհ գնա եւ նրա հյուրերը գնան գոհ գնահատականով, որովհետեւ եթե գնացին դժգոհ հաճախորդը կարող է իր հյուրերի մոտ արդարանալ, ասել ինձ կներեք վատ ռեստորան է ընտրել, բայց դու փախնելու տեղ չունես։ Այս դեպքում դու եւ աշխատակազմը շատ ավելի շահագրգիռ եք, որ ամեն ինչ իդեալական անցնի, որովհետեւ ասում եմ, փախչելու տեղ չկա, մեր պատիվն է, մեր անունն է, մեր որակն է։ Եվ ամենակարևոր հարցը, արդյոք հաճախորդը միշտ ճիշտ է։
մարդը էությամբ եւ ճիշտ է եւ սխալ, հաճախորդել է մարդ, բայց քանի որ այդ պահին հաճախորդը մենք սպասարկող, պիտի կարողանանք այնպես անել, որ հաճախորդը լինի ճիշտ, բայց ուղղորդենք նաեւ այնպես, որ մենք էլ ռեստորանն էլ լինի ճիշտ։ Գեցեք։ Պատվերների հարցում այդպես հաճախ լինի։ Պիտի գրագետ կարողանաս համոզել, հասցնել, որ եւ սեղանը լավը լինի, եւ հաճախորդը գոհ լինի, եւ հյուրերը։ Այ հիմա հարգելի ունկնդիր, հետևորդ, ակնդիր, հասկացաք ինչու է ակունքի դրախտը համարվում լավագույնը։ Բոլոր հարցերի պատասխանները դուք ստացաք հենց այս թափից, ով այդ հետնաբեմում, հա, այդ դժվար աշխատանքը այո կատարում է եւ դեռ շատերը կարող էին այստեղ գտնվել, այդ դրախտային վայելքը, որը պատճառում եք մեզ, հաճախորդներիս, մեր երեկոները եւ ոչ միայն լցնում եք, հա, եւ համեղ սնունդով եւ հագեցած այդպես մթնոլորտով գեղեցկությամբ դա էլ նույնպես գոհունակություն է եւ ես որպես հաճախորդ այս դեպքում ոչ հաղորդավար ուզում եմ իմ գոհունակությունը եւ շնորհակալությունս հայտնել, որ Երևանում, Հայաստանում, հա, այս դեպքում կան այդպիսի վայրեր։ Այս շատ կարեւոր է, շատ։ Նման վայրերը շատ են, բայց որակ ապահովել։ Այո, եւ դա պատիվ է մեզ հայերիս համար, արտերկրյա, հա, այդպես զբոսաշրջիկների համար, որովհետեւ շատերս, հա, ունենում են հյուրեր, չգիտենք ուր ուղղորդենք։ Այս դեպքում վստահաբար ասում ես եւ սևերես դուշ ես գալի հակառակ։ Եվ հայկական, եւ ավանդական, եւ գեղեցիկ, ոնց որ ռեստորանի ֆորմատը մաքսիմալ ամեն ինչ արել է, որ այդ գյուղական ու հայկական ավանդական ամեն ինչը, թե թոնիրը, թե փայտյա ու քարե դիզայնը, եթե կնկատեք ամեն ինչը միաձուլված է բնության կանաչ, բեժ ու այդ գույների միաձուլումը եւ թոնիրը ու գյուղական այդ մթնոլորտը ապահովում են նաեւ այո զբոսաշրջիկների համար շատ մեծ ինձ թվում է հաճույք կլինի այցելելը։ Մանավանդ ամառը եւ բնականը յուրաքանչյուր իր հյուրին կարծում կբերի արդեն ձեզ մոտ։ Շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար։ Եվ շնորհավորում ենք 20-ամյա Հոբելյանի արդիվ։ Մենք էլ ենք շնորհակալ, սիրով սպասում ենք բոլորի ակունքի դրախտին։ Սիրով։ Սիրով, մեծ սիրով։ Անդրադառնալով եւ ամփոփելով այսօրվա թեման հասկանում ես, որ այնքան էլ հարցը բախտի բերման մեջ չի, որովհետեւ դա պատրվակ է ինչ-որ բան չանելու։ Ոնց ասում հիվանդ գլխից, հա? Այո, առողջ մարմին տեղափոխելու։ Առողջի վրա տեղափոխելու։ Երևի թե պետք է ավելի շատ ջանք գործադրել։ Այո, պետք է աշխատել, պետք է արարել եւ մի բողոքեք ձեր բախտից։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաջողություններ չի խանգարի, լավ մնացեք։ Հաղորդման հովանավորն է MG Group-ը։